Շնորհակալություն, քանի որ գործընկերս մանրամասն նշեց նախագծում թե փոփոխությունները առաջինից երկրորդ ընթերցում ընթացքում թե ամբողջ նախագծի կետերը, ես ելույթից հնարավորությունը կօգտագործեմ ընդհանուր ընտրական պրոցեսների վերաբերյալ մի փոքր տեղեկություն տալու մեր քաղաքացիներին։ Առաջինը, սիրելի քաղաքացիներ, մենք այս փոփոխությունները նախատեսում ենք միայն ազատ եւ արդար ընտրություններ պատրաստելու եւ ազատ ու արդար ընտրությունների մասնակցությունը ձեր իրավունքը իրացնելու համար։ Ամենակարևորը ձեր վրա վերահսկողությունը իսպառ վերացնելը, այսինքն որևիցե քաղաքական ուժ չի կարող ձեզ ստիպել, շահագրգռել, ընտրեք որևիցե մեկին, որովհետև ապացուցողական բազա չեն կարող ունենալ այդ մարդիկ, ոչ մի ձևով չեն կարող ապացուցել, որ դուք քվեախոցում ընտրել եք որևիցե մեկին։ Քվեաթերթիկների վրա նշումները արգելված է, քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում այդ նշումներից, որևիցե իր պարագաթել, չգիտեմ, մանրուք տվյալ ծրարի մեջ, որտեղ լինելու է քվեաթերթիկը, չի կարող լինել, քվեաթերթիկ դուրս հանել, նկարել չի կարելի, քվեաթերթիկ եթե ստիպում են դուրս հանեք, այդտեղ աղբաման կա, աղբամանի մեջ մի աշխարհ քվեաթերթիկ կա, որը ուզեք կարող եք դուրս հանել։ Երկրորդ մասը ուզում եմ խոսել ընտրակաշառքների եւ շահագրգռելու մասին եւ այս խոսքս հիմնականում հղում եմ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին, որտեղ այս ընթացքում շատ են տեղեկությունները, որ չգիտեմ, մեր տարածաշրջանային երկրներում կամ մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցներին որևիցե ձևերով փորձում են շահագրգռել, գալ մասնակցել ընտրություններին, նորից եմ կրկնում, եթե տեղյակ չեք Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներից, կապ չունի նյութապես շահագրգռեն, թե որևիցե օգուտ խոսք տան ձեզ կոնկրետ քաղաքական ուժին քվեարկելու համար, դատապարտվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Եվ կապ չունի, որ երկրում է դա տեղի ունեցել, Հայաստանի Հանրապետությունում դուք եթե գնում եք կոնկրետ ուժի քվեարկելու նյութապես շահագրգռված լինելով հանդերձ, պարզվելու պարագայում դուք կարող եք ազատազրկման ենթարկվել մինչև 7 տարի, բայց այդտեղ մի հետաքրքիր նյուանս կա, որը նույնպես կուզեմ տեղեկացնել, դա մեր քաղաքացիները, եթե հայտնում են իրավապահ համակարգին այդ տեղեկատվությունը, եթե անգամ վերցրել են ընտրակաշառքը, այսպես ասած, բայց տեղեկությունը հայտնում են իրավապահ համակարգին, ապա ազատվում են պատասխանատվությունից։ Ինչպես նաև հավաքներին շահագրգռելը, մոտակա ապագայում ես վստահ եմ, որ քաղաքական ուժերը պատրաստվում են էլի հավաքներ իրականացնել, այդ հավաքների շահագրգռելը նույնպես քրեական պատասխանատվություն է ենթադրում քաղաքական ուժերի համար, հետո չգաք ստեղ չլացեք, որ քաղաքական հետապնդումներ են, խնդրում են քաղաքացիներին առնվազն հորդորեք ձեր համակիրներին, ձեր քաղաքական տեքստերը լսեն եւ գան միանան ձեզ, ոչ թե փորձեք նյութապես շահագրգռել։ Այսքանը, հարգելի գործընկերներ, հանձնաժողովում քննարկվել է նախագիծը եւ առաջարկում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն Տիկին Մինասյան եւ եւս մեկ անգամ հարգելի հայրենակիցներ, ընտրակաշառք տալը, վերցնելը քրեորեն պատժելի է։ Ստանալը, խոստանալը քրեորեն պատժելի է։ Ընտրակաշառք, խոստում, նվեր քրեորեն պատժելի է վերցնողի համար եւ տվողի համար։ Եվ վերջին անգամ ընտրակաշառք տալը, խոստանալը, վերցնելը քրեորեն պատժելի արարք է։ Շնորհակալություն։ Հարակից զեկուցող արտահայտության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյան, համեցեք։